Բարոյական է, որ կարգալույծ արված քահանան շարունակում է մնալ հովանավոր։ Ոչ, իրավունք չունի։ Բայց Իշխանությունը քրիստոնյա չի կարող լինել, եթե թուրքի շահն ապար։ Իհարկե, անբարոյականություն է դա, նրան հարկավոր է հեռացնել մեր Վազգեն Բեի հետ միասին։ Այդքան բան։ Բնականաբար ոչ։ Կուզեինք, որ դուրս գան, որովհետև մենք քրիստոնյա ազգ ենք, կուզենք, որ երբեք այդ ձև վիճակի մեջ չհայտնվեն։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը աջակցում են նրան, նույնիսկ մասնակցում։ Դե այդ բաներում ես չեմ կարող բացատրեմ, որովհետև չգիտեմ, ինչ ասեմ, սուտ չեմ ուզում ասեմ։ Իսկ բարոյական է, որ բոլոր բարոյականության օրենքները խախտած հոգևորականները շարունակում են հոգևորական ծեսեր անել։ Դա բարոյական է։ Ովքեր են այդ հոգևորականները։ Ասեմ, թե հասկանում եք։ Ամենավերևից սկսած, մինչև որոշակի շերտեր։ Բայց ինքը կարգալույծ արված չի, եթե իրենից բարձր կարգալույծ եղած է ու կարգալույծ անում մյուսին։ Կարգալույծ է արել, բայց ով է կարգալույծ արել կաթողիկոսին։ Կարգալույծ արված չի կաթողիկոսին։ Արված է։ Ով է արել։ Որովհետև ինքը կարգ է խանգարել, օրենք է խանգարել։ Ով է արել կարգալույծ։ Պետք է փոխվի, փոխվելու է։ Բայց իշխանությունն աջակցում է, գնում մասնակցում է այդ արարողությանը։ Փոխվելու է, կիսանախագահական ալնելու, փոխվելու է ամեն ինչը։ Բոլորը մանտանները դնելու են, նոր կառավարություն ալնելու։ Կլինի շատ լավ։ Մենք կապրենք շատ լավ, Էմիրատներից էլ ավելի լավ։ Եթե լավ մարդ լինի, ամեն ինչ նորմալ կլինի։ Տեսնում եք նման ղեկավար մեր իրական։ Ես չեմ տեսնում, բայց կարող է 10 միլիոնից մեկը հայտնաբերվի։ Չեմ կարող ասել սիրելիս։ Բանավանքում եւ ծեսեր կատարել։ Դե նրա մեծն էլ բարոյական չի, որ ղեկավարում է, նույնն է, ինչ Ներսիսյանը ինչ ինքը նույնն է։ Բայց կարգալույծ է հռչակվել այս։ Էն էլ է իրան կարգալույծ արել, էլ իրավունք չունի աշխատելու։ Ով է կարգալույծ արել։ Ինքը իրան, ամուսնացած մարդ է, երեխա ունի, կաթողիկոս է, էն էլ իրավունք չունի աշխատելու, էն էլ նույնն է։ Ճիշտն ասած այդ վերևի բոլոր անձնավորությունները այդ ձեր ասած խոսքի ներկայացուցիչներն են, դրա համար ես ոչ մեկին չեմ կարող դնել։ Այդ ովքեր հիմա ղեկավարում են մեր քանդված երկիրը։ Դուք հասկացաք, չէ՞, ովքեր իրանք է հասկացան։ Այստեղ բան է, թատրոն է, իրանք խաղում են ներկայացումը դերասանները։ Опиум для народа. Вот они плюс этим опиумом и, как говорится, сами понимаете. Մի քիչ բարդ բան է, չգիտեմ ընկեր ջան։ Ամեն դեպքում ոչ քահանային կարելի է մեղադրել, ոչ էլ ժողովրդին։ Ես այդպես եմ ենթադրում, չգիտեմ։ Բայց կարգալույծ է հռչակվել, իրավունք չունի եկեղեցում մնալ, ծեսեր կատարել, բայց չի հեռանում ու շարունակում է։ Դե թող այնքան նստի այնտեղ, որ ինչ ասեմ, հոգնի, ինչ ասեմ։ Իշխանությունն էլ աջակցում է նույնիսկ մասնակցում։ Այդ բաներից արդեն մի քիչ հեռու եմ ընկեր ջան, բայց ամեն դեպքում լավ բան չի, չգիտեմ։